65 տարին լրանալն աշխատանքից ազատման հիմք չի հանդիսանա, կառավարությունն է հեղինակել օրենսդրական նախաձեռնությունը։ Դեռևս 2023-ին աշխատանքային օրենսգրքից հանվել է այդ սահմանափակումը, սակայն պետական ապարատի աշխատակիցները դուրս էին մնացել այդ կարգավորումից։ Հարիր չէր այս տարիքային սահմանափակում ունենալ, մանավանդ որ ունենք հետևյալ զարգացումը առողջության ցուցանիշների բարելավմամբ եւ կյանքի տևողության բարելավմամբ պայմանավորված 65 տարեկան անձին ասել, որ այլևս ունակ չէ կատարելու աշխատանք, մենք կարծում ենք, որ այդպես չի, նաեւ բժշկագիտության զարգացմանը զուգահեռ կարծում ենք, որ 65 տարեկան այն տարիքը չի, որ մենք պետք է խտրականություն ունենանք եւ սահմանափակենք մարդու աշխատելու իրավունքը։ Փոխնախարարի խոսքով ուժային ոլորտներում պաշտոն զբաղեցնող անձանց համար կշարունակի գործել պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքի շեմը սահմանող դրույթը, ոլորտային առանձնահատկությամբ եւ աշխատանքի բնույթով պայմանավորված։ Կառավարությունն առաջարկում է կատարել եւս մեկ փոփոխություն եւ սահմանել, որ հանրային, համայնքային եւ քաղաքացիական ծառայողները, ինչպես նաեւ պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձինք կարողանան դառնալ խնամատար ծնող, ստանալով համապատասխան վարձատրություն երեխայի խնամքի եւ դաստիարակության համար։ Ինչպես գիտեք, նորից այս օրենքներում ունենք սահմանափակում վարձատրության վերաբերյալ միայն ստեղծագործական մանկավարժական գործունեության համար մարդը կարող է ստանալ լրացուցիչ վարձատրություն, իսկ այստեղ խնամատար ծնող դառնալու համար վարձատրություն է սահմանված եւ մի շարք օրենքներում փորձեցինք նորից հնարավորություն տալ քաղաքացիական ծառայողներին, հանրային ծառայողներին կարողանալ դառնալ խնամատար ծնող եւ ստանալ վարձատրություն։ Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել առաջին ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթին եւ քննարկման համար սահմանել 24-ժամյա ռեժիմ։ Կառավարության ներկայացրած մեկ այլ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծով առաջարկվում է կրթության շարունակականությունն ապահովելու հնարավորություն ապահովել տնային կալանքի տակ գտնվող մեղադրյալին։ Կրթության մասին օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետությունում 12-ամյա միջնակարգ կրթությունը պարտադիր է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով բացառիկ դեպքերում եւ որոշակի ժամկետով հիմնական հանրակրթական ծրագրերի կազմակերպման ընթացքում կարող է կիրառվել հեռավար դիստանցիոն կրթություն։ Ըստ նախագծի դատարանը տնային կալանք եւ դրա ընթացքում նամակագրության, հեռախոսային խոսակցությունից կամ հաղորդակցության այլ ձևերից օգտվելու սահմանափակում կիրառելիս կարողանա սահմանել բացառություն կրթական ծրագրերով հեռավար կրթությունը շարունակելու մասով։ Օնլայն կազինոներում իրականացված խաղադրույքների ծավալները վերջին 8 տարիներին աճել են ավելի քան 35 անգամ։ Ազգային ժողովի падգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախաձեռնությամբ առաջարկվող սահմանափակումները միտված են պաշտպանելու սոցիալապես խոցելի խմբերին, կանխելու նրանց ֆինանսական վիճակի հետագա վատթարացումը, պահպանելու պետական աջակցության սոցիալական նպատակադրումը եւ նվազեցնելու խաղամոլությամբ պայմանավորված ընտանեկան եւ հասարակական աղետները։ Եթե 2017 թվականին ինտերնետ կազինոների խաղադրույքների ծավալները կազմում էին 0.2 տրիլիոն դրամ, ապա 2025 թվականին աճելով ավելի քան 35 անգամ խաղադրույքների ծավալները հասել են 7.4 տրիլիոն դրամի։ Ինտերնետ կազինոները դարձել են չարիք ու աղետ մեր ժողովրդի համար։ Հայկ Սարգսյանն իր հեղինակած նախագծով առաջարկում է օրենքով պարտադիր պահանջ սահմանել, որ բոլոր օնլայն կազինոներն իրենց կայքերում ու հավելվածներում տեսանելի վայրում ունենան ինքնաարգելափակման կոճակ, որը սեղմելուց հետո կարգելվի անձի մասնակցությունն օնլայն կազինոներին 5 տարի ժամկետով առանց վաղաժամ վերաբացման հնարավորության։ Ընդ որում 5 տարվա ժամկետի ավարտից հետո արգելափակումը կրկին կերկարացվի նույն ժամկետով, եթե ժամկետի լրանալուց 5 օր առաջ քաղաքացին դիմում չներկայացնի արգելափակումը հանելու վերաբերյալ։ Որի նպատակն է կանխել կախվածության խորացումը, նվազեցնել ընտանեկան եւ սոցիալական աղետները, պաշտպանել անձին եւ նրա ընտանիքի ֆինանսական կայունությունը եւ ապահովել քաղաքացու այլևս չխաղալու որոշման իրական իրագործումը։ Հեղինակը նաև առաջարկում է օրենքով արգելել նպաստառուների համար խաղերին մասնակցությունը։ Այն կարգելվի նաև այն անձանց համար, որոնց եկամտի միակ աղբյուրը կենսաթոշակն է։ Սնանկության վարույթում գտնվող, ինչպես նաև պետական բյուջեի ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն որևէ ծրագրից օգտվող անձանց ևս կարգելվի մասնակցություն ունենալ վերոնշյալ խաղերին։ Առաջարկում քաղաքացիների կողմից խաղերի մասնակցության թույլատրելի չափ սահմանել յուրաքանչյուր տարվա համար հայտարարագրված եկամտի 20%-ը։ Սա թույլ կտա նվազեցնել անհամաչափ կորուստների, չհիմնավորված ֆինանսական ռիսկերի եւ ընտանեկան բյուջեի կործանման հավանականությունը։ Կառավարությունը նախագծին տվել է դրական դիրքորոշում եւ ներկայացրել մի շարք առաջարկներ, որոնք ընդունելի են հեղինակի կողմից։
Շարունակելով համայնքների խոշորացման ծրագիրը, կառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներ։ Առաջարկվում է ձևավորել Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնք, ներառելով Ստեփանավան, Գյուլագարակ եւ Լոռիբերդ համայնքները 20 բնակավայրով։ Սյունիքի մարզում միավորելով Գորիս, Տեղ եւ Տաթև խոշորացված համայնքները, ձևավորելով Գորիս խոշորացված համայնքը 28 բնակավայրերով եւ Վայոց ձորի մարզում միավորել Եղեգնաձոր, Արենի եւ Եղեգիս խոշորացված համայնքները, ձևավորելով նոր Եղեգնաձոր խոշորացված համայնք։ Առաջարկվող ծրագրերում ներգրաված են լինելու 9 համայնք 80 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է 3 նոր համայնք։ Խոշորացման արդյունքում Հայաստանում կլինի 64 համայնք։ Խոշորացումից դուրս են մնացել Երևանը, Գյումրին եւ ազգային փոքրամասնություններով բնակեցված 5 համայնք։ 2025 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ է մտել բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքը, որով պետական աջակցություն էր տրվում միգրանտներ ներգրավված ընկերություններին։ Օրենքի ընդունման ժամանակ քննարկվել է այն հարցը, թե արդյոք աջակցությունը տրվելու է ընկերությանը, թե միգրանտներին։ Բանավեճի արդյունքում որոշում է կայացվել, որ օրենքի գործունեության առաջին տարին աջակցությունը պետք է ստանա ընկերությունը, իսկ հաջորդ տարի 2026 թվականի հունվարի 1-ից միգրանտները։ Պրակտիկան ցույց է տվել, որ միգրանտների կողմից այդ աջակցությունը ստանալը տեխնիկական առումով անիրագործելի է ու նաև ընկերություններն էլ դիմում են, ասում են եկեք հետ փոխենք ընկերությունները ստանան, որովհետև դա մեզ ավելի ճկունություն է տալիս, օրենքը ավելի արդյունավետ է։ Օրենքի համաձայն աջակցությունից կարող են օգտվել միայն ռեզիդենտ ընկերությունները։ Բաբ Կենթունյանը նշել է, որ իրենց դիմել են ընկերություններ, որոնք 20 տարուց ավելի Հայաստանում գործունեություն են ծավալում, հարկեր են վճարում, սակայն ռեզիդենտ չլինելով չեն օգտվում արտոնությունից։ Օրենսդրական փոփոխությամբ ընկերությունները նախաձեռնության ընդունումից հետո կկարողանան օգտվել պետական աջակցությունից։ Գիտահետազոտական աշխատանքներ կատարած ընկերությունների մասով կարգավորում է այնպես ենք փոխում, որ իրենց աջակցությունը մի քիչ ավելի մեծ լինի։ Ինչ ոչ թե մեծ լինի, այլ արդարացի լինի, որովհետև աջակցության չափը որոշվում է իրենց վճարած եկամտային հարկի չափով, ու քանի որ իրենց եկամտային հարկը դրույքաչափ ավելի ցածր էր 10%, իրենք ավելի քիչ աջակցություն են ստանում։ Նախաձեռնությամբ առաջարկվում է այդ ընկերությունների մասով 60% աջակցության չափը հաշվել ոչ թե եկամտային հարկի նկատմամբ, այլ աշխատավարձային ֆոնդի 20%-ի նկատմամբ։ Օրինագծի վերաբերյալ առաջարկություն է ներկայացրել նաև կառավարությունը։ Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող նախագծերի փաթեթով հստակ կկարգավորվեն ծառայությունում ծառայողին բարձր, հավասար կամ ցածր պաշտոնի փոխադրելու կամ նշանակելու հարաբերությունները։ Ինչպես գիտեք, թե աշխատանքային օրենսդրությամբ եւ թե հանրային ծառայությունները կարգավորող տարբեր ոլորտային օրենսդրությամբ այս աշխատանքային ծառայողական հարաբերությունները նախատեսված են եւ մեծ հաշվով նորամուծություն չկա։ Մենք ուղղակի ծառայության դեպքում այդ իրավական հիմքերն ենք ձևավորում, առաջարկում ձևավորել։ Հաջորդ փոփոխության արտաքին հետախուզության ծառայության ծառայողներին հատկացվող արձակուրդների շարքում առաջարկվում է ավելացնել նաև հայրության նպատակային արձակուրդի տեսակը, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ հատկացնել նաև ծառայության տղամարդ աշխատողներին։ Հաջորդ փոփոխությունը վերաբերում է ծառայողների կողմից զենքի եւ հատուկ միջոցների կրման կարգի համար իրավական հիմքերից նախատեսելուն։ Խնդրում եմ ուշադրություն դարձնենք, որ այս պահի դրությամբ գործող օրենքով ծառայողները իրավունք ունեն կրել եւ պահել հաշվետվության զենք եւ հատուկ միջոցներ, այսինքն մեր առաջարկը վերաբերում է նրան, որպեսզի օրենքով հստակ իրավական հիմք նախատեսվի ծառայության զենքերի եւ հատուկ միջոցների հաշվառման, հատկացման, կրման եւ պահպանման կարգի վերաբերյալ։ Օրենսդրական փաթեթով ձերբակալելու համապատասխան իրավասություն է վերապահվում ծառայությանը։ Օրենքների նախագծերի փաթեթի քննարկման համար սահմանվել է հրատապության ռեժիմ։ Հերթական նիստերի օրակարգում էր նաև դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը։ 2025 թվականի ընթացքում դատախազության բացառիկ պետական եւ համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում կայացված դատական ակտերով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում Հայաստանի Հանրապետության եւ համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել նախնական գնահատմամբ շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 124 գույք։ Գույքերի շարքում են մանկապարտեզներ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձաններ, պուրակներ, հողատարածքներ, անտառային տարածքներ։ 25 թվականին օրինական ուժի մեջ է մտել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով առաջին վճիռը։
Վերջին 8 տարիների միջինացված ցուցանիշների հետ համեմատ 2025 թվականին 2.5%-ով նվազել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դատարան ներկայացված միջնորդությունների տեսակարար կշիռը մեղադրյալների ընդհանուր թվի համեմատությամբ։ Ավարտված քրեական վարույթների կեսից ավելին մոտ 53.4%-ը քննվել է մինչև 2 ամիս ժամկետում, իսկ ինչը 24 թվականի համապատասխան ցուցանիշը գերազանցում է 11.3%-ով։ 2024 թվականի համեմատ 2025 թվականին հանցագործությունների դեպքերը նվազել են 3.2%-ով կամ 1335-ով, 2025 թվականին արձանագրվել է նաև հանցագործությունների բացահայտման ցուցանիշի աճ, այն կազմել է 29.7%։ 25 թվականին ավարտվել է 3495-ով կամ 9.2%-ով ավելի քրեական վարույթ, քան 24 թվականին էր։ Այդ թվում հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 2807-ով կամ 23.8%-ով ավելի քրեական վարույթ։ Անդրադառնալով կոռուպցիոն հանցագործություններին գլխավոր դատախազը նշել է, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի Հանրապետությունում գրանցվում է դրանց թվի նվազում։ 2023 թվականին արձանագրվել է 1368, 2024-ին 1116, իսկ 2025-ին 996 դեպք։